Ուրեմն պատերազմի ընթացքում մեր հիմնական գործառույթներից մեկը Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների մասին բարձրաձայնելն եւ դա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացնելն էր։ Պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ես պայմանականորեն կբաժանեի երկու հիմնական մասի, հետպատերազմյան անմիջական հետպատերազմյան շրջանը երևի թե ամենածանր շրջանն էր, այսպես ասած, որովհետև մեր կառույցը ամբողջությամբ ներգրաված էր զոհված զինծառայողների եւ անհետ կորած զինծառայողների, անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրմամբ, նրանց ծնողների հետ աշխատանքների տարմամբ, ցուցակների պարբերաբար կազմամբ ու դրանք համապատասխան մարմիններին տրամադրելու աշխատանքով։ Մենք այդ աշխատանք կատարեցինք, հիմա արդեն ձևավորվել է համապատասխան հանձնաժողովը Արցախում, որը ձևավորվելուց հետո այդ գործառույթը այսպես կոչված մենք հանձնեցինք, փոխանցեցինք նրանց։ Եվ ինչ որ առումով մենք վերադարձանք նաև մեր նախապատերազմյան գործառույթների իրականացմանը, այնինչ որ սահմանված է Արցախի հանրապետության Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով։ Հիմա խոսենք թե հետպատերազմյան շրջանում, եթե ճիշտ եմ հասկանում, հարցը վերաբերում է արդյոք մեր գյուղերի հարևանությամբ ինչպես են իրենց պահում ադրբեջանցիները։ Այստեղ մի հատ շատ կարևոր հանգամանք կա, որի մասին արդեն տևական ժամանակ ես խոսում եմ, անդրադառնում եմ, մեր խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերը իհարկե տարբեր համայնքներում տարբեր կերպ են իրենց պահում, օրինակ եթե համեմատությամբ տանենք ամենաագրեսիվ ու ամենաոչ կառուցողական պահելակերպը ունեն Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերը, որոնք պարբերաբար վերջի մի քանի օրերի ընթացքում օրվա ամբողջ ընթացքում տևական կրակի տակ են պահում հայկական դիրքերը, այդ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը, իսկ քանի որ հայկական դիրքերը շատ մոտիկ են տեղակայված խաղաղ բնակավայրերին, նկատի ունեմ նույն Շոշ, Մղթարաշեն համայնքներին, երբ օրինակ թիրախավորվում է հայկական դիրքը, այդ նույն փամփուշտները հասնում են նաև խաղաղ բնակավայրերին։ Իսկ վերջին դեպքը, որին վերաբերյալ նաև ես հայտարարությամբ եմ հանդես եկել, հստակ երևում է եւ նաև եղել եմ հենց Մղթարաշեն գյուղի այդ տանը, հստակ թիրախավորված կրակ է եղել, այսինքն վնասը, որ նայում ես, որ անկյան տակ է փամփուշտը կպել պատուհանին եւ այլ, շատ հստակ երևում է, որ դիտավորյալ կրակ են բացել։ Բայց կան մասեր, օրինակ, որտեղ օրինակ Մարտունու որոշ հատվածներում, որտեղ հեռավորությունը նախ քիչ է, մեծ է մեր խաղաղ բնակավայրի եւ նրանց դիրքերի, բացի դրանից ինչ որ առումով այնտեղ նաև երևի թե պայմանավորված, որ հարևանությամբ ռուսական զորակազմեր հենակետեր կան տեղակայված, այդ հատվածներում ավելի հանգիստ է իրավիճակը։ Բայց մեր պահանջը պետք է լինի դա, որ քանի որ մենք չունենք իրենց քաղաքացիական բնակավայրերի մոտ տեղակայված որևէ ռազմական դիրք, ըստի մենք որևէ սպառնալիք նրանց համար չենք ներկայացնում։ Իսկ իրենց դիրքերը մեր խաղաղ բնակավայրերի մոտակայքում տեղակայված մեզ համար սպառնալիք են։ Ոչ միայն օրինակ կյանքի իրավունքի, առողջության, ֆիզիկական, հոգեկան անձեռնողության համար, այլ զուտ օրինակ մարդը իր աշխատանքով տուն պիտի պահի, իր գյուղատնտեսական աշխատանք պետք է իրականացնի։ Եթե իմանում է, որ բլրի գագաթի նստած է ադրբեջանցին զենքը ձեռքին, ինքը չի կարող մոտենալ այդ դաշտին խոտ հարելու կամ անասուն արածացնելու եւ այլ։ Այսինքն սա կոնկրետ խնդիր է։ Եւ այնպես չէ, որ ասենք խաղապահները ամեն տեղ են տեղակայված։ Հիմա ռազմական դրության ժամանակ եւ ռազմական իրավիճակում եւ առհասարակ ռազմական դրության ժամանակ, այո, շատ բարձր է հավանականությունը, որ սահմանափակվում են մարդու իրավունքները եւ այդ թվում նաեւ մեզ մոտ, օրինակ 2020 թվականի նախագահի կողմից ընդունված հրամանագրով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգվեցին,
խոսում ենք ընտրական իրավունքի մասին, չէ, սահմանափակում կիրառվեց, բայց հետո որոշվեց, որ այս տարի հոկտեմբերի 10-ին իրականացվելու են համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Մեր դերը ինչումն է կայանում։ Մեր դերը նա է, որ նախ ստանանք խնդիրը, թե ինչ իրավունք է սահմանափակվում, ինչ խնդիրներ են առաջանում իրավունքների հետ, մշակենք առաջարկը, ներկայացնենք կառավարությանը եւ օրենսդիրին, որ այս նման խնդիրներ կա։ Եթե ունենք համապատասխան իրավակարգավորումը եւ խախտում արձանագրվում է իրավակիրառ պրակտիկայում, այսինքն կարգավորումը կա, բայց համապատասխան մարմինն է սխալ կիրառում, այդ դեպքում մենք պարտավոր ենք արձագանքել, այդ թվում նաեւ հանրայնորեն եւ պարտադրել, որպեսզի համապատասխան իրավակարգավորումը պատշաճ կերպով իրականացվի։ Բայց պատերազմից հետո ստեղծված իրավիճակում բավականին մեծ թվով իրավակարգավորումներ չեն համապատասխանում ստեղծված իրավիճակին։ Եվ որովհետև կան բնագավառներ, կան բազմաթիվ բնագավառներ, որտեղ նախկինում խաղաղության ժամանակ ունեցած մեր օրենքները այսօրվա պայմանների հետ ընդհանրապես չեն խոսում եւ մենք բարբերաբար առաջարկներ ենք ներկայացնում, որ այսինչ դրույթը պետք է փոփոխման ենթարկվի, եւ այսինքն մենք մեր առաջարկներով էլ փորձում ենք իրավիճակը շտկել։ Աշխատանքը դժվար է, բայց պետք է իրականացվի։